Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն է։ Բարև բոլոր իմ հեռուստադիտողներին, շատ կարևոր թեմա է այսօր MedInform-ի շրջանակում ստամոք սաղիքային տրակտի խանգարումներ, այնուհետև խոսել ենք նաև էնդոսկոպիկ հետազոտությունների մասին, գաստրոսկոպիա, էնդոսկոպիա, բոլորին է հետաքրքիր այս թեման, քանի որ բոլոր խնդիրները ասես սկսվում են հենց ստամոք սաղիքային տրակտի խանգարումներից։ Ես սիրով զրուցել եմ եկել Հայ-ամերիկյան առողջության կենտրոն եւ կենտրոնի թերապևտ, բժիշկ, գաստրոենտերոլոգ Նարինե Ղալումյանն է լինելու իմ զրուցակիցը, այնպես որ մի հեռացեք հեռուստաէկրաններից։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ MedInform-ի զրուցակիցն եք եւ մշտապես դուք մեր հեռուստադիտողին շատ կարևոր ինֆորմացիա եք հաղորդում։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես ստամոք սաղիքային տրակտի խնդիրներ, ամեն ինչ սկսվում է սխալ սննդակարգից, սխալ մոտեցումից առօրյա սովորույթներին։ Սկսենք նրանից, թե տարածված այս մոդայիկ դարձած սովորույթներից մեկը օրը գոլ լիմոնաջրով սկսելը։ Ինչպիսի կարծիք ունեք այս երևույթի մասին, իսկապես այն այդչափ օգտակար է եւ մաքրում է օրգանիզմը տոքսիններից։ Ես կասեմ, եթե դուք սկսեցիք միանգամից իսկապես լիմոնաջուր բան մոդայիկ դարձած, նույնիսկ առանց լիմոնի, թեկուզ գոլ ջուր, թեկուզ թեյնիկում մնացած ջուր։ Սառը ջուրը դե իհարկե այդ աստիճան ցանկալի չի առավոտյան համար, կարծես օրգանիզմը սկսում է աշխատացնել, ինչ առումով։ Գիշերվա ընթացքում բարկած ժամանակ, քնած ժամանակ, կուտակված, լորձ, թթվահյութ եւ շատ այլ նյութեր, որոնք արտադրվում են ստամոքսում ցիրկադային ռիթմի ձևով։ Այ առավոտը այսպես պետք է լինի ցերեկը եւ այլն, դրանք կարծես ավելի ջրիկացնող հատկություն ունի ու կարծես արդեն տոնուսի մեջ մտավ ստամոքսը։ Ես գտնում եմ, որ շատ լավ բան է, բայց որ ասեմ, այ լիմոնաջուրը ավելին մի փոքր կարող եմ հապաղել, ինչի, որովհետեւ մարդիկ կան, որոնց ստամոքսը մի փոքր կարող է անընկալ լինի լիմոնաթթվի հանդեպ։ Այ հենց դրա համար է հետաքրքիր, եթե մարդ ունի ստամոքսի հետ կապված խնդիրներ, բարձր թթվայնություն։ Բայց այն որ սովորական ջուր, նույնիսկ ես երբեմն ասում եմ, այդ ջուր օգտագործելու ժամանակ առավոտ շուտ, շաբաթվա մեջ մի անգամ էլ ջերմուկի կամ բժնի կափարիչները բացեք, գազը դուրս գա, իրեն մեջ ավելի շատ մնում են սոդայալման հանքայնությունները, թող դա խմեք։ Այդ մի բաժակը այդ ժամանակ դա։ Իսկ լիմոնի համար ճիշտ ասած չեմ կարող 100%-ով երաշխավորել։ Այդքանը կարող եմ ասել։ Այո, բայց դուք դրական կարծիքով տայտեցիք իհարկե։ Ահա, շատ լավ։ Եվ այնուհետև պետք է անդրադառնանք նախաճաշի կարևորությանը, քանի որ որքան էլ մենք բոլորս գիտենք, որ նախաճաշը անհրաժեշտ է, սակայն երբեմն ուշ ժամի ուտելուց հետո ցանկություն չի առաջանում նախաճաշել եւ անմիջապես անցնում ենք սուրճի։ Այստեղ էլ սկսվում է տարակարծությունները։ Ահա, դու դրա մասին ինչպես կարող ենք ասել, քանի որ մենք բնության մեջ, նրա բնության մասնիկներից մեկն ենք, մենք բնության հետ ինչքան համարժեք լինենք, ինչքան այս ձևով ասեմ բարեկամական մոտեցում ցուցաբերենք, այնքան մեզ լավ։ Երբեմն մենք ասել ենք ոչ լավ բաների, ոչ լավ ենթադրենք մարսողության, չգիտեմ, շատ հարցեր կան, ստամոքսի հիվանդությունը, դա բոլորը նրանից է, որ հակաբնական ճանապարհներով են գնացել։ Նու նախաճաշը այնքանով է լավ ու այնքան է պետք, որ արթնանում է բնությունը, մենք էլ իրեն հետ, քանի որ մենք կենթանական աշխարհի մեջ ենք մտնում, մենք կիսով կենթանի ենք, իսկ կիսով էլ մարդու ճանապարհին ենք, որտեղ դի բարձրանանք մարդու աստիճանին, մենք դեռ մարդու աստիճանին լրիվ չենք հասել։ Դրա համար մեր 50% այդ կենթանական օրգանիզմը դի հարմարեցնենք։ Առավոտյան եւ հորմոններ կան, որոնք մեզ աշխուժ են պահում, եւ ստամոքսահյութն է լավ արտադրվում իր աղաթթվով, իր բուֆերային կազմով, դրա համար մեր շատ ցանկալի կլինի, երբ որ նախաճաշ լինի ավելի հագեցած։ Ավելի հագեցած, բազմակողմանի եւ բանջարեղենով եւ սպիտակուցներով, որից հետո լինի ճաշը,
գոնե 5 ժամ ընդմիջումով եւ արդեն դեպի ներքև գնացող կամ էկոնոմ ռեժիմով կլինի ընթրիքը։ Մարդիկ կան դրա հակառակն են անում։ Իրենք ասում են մենք այս ձևով ենք սովորել։ Իհարկե, եւ սովորություն կա, եւ օրգանիզմի ներքին ռիթմ կա, որ մեկի մոտ էսպես է, մեկի մոտ այնպես է, բայց քանի որ մարդը իր ուղեղով, իր մտածմունքով, իր մտածելով, իսկ հիմա էլ նաեւ ինտերնետային ինֆորմացիաներով իրեն շատ է խառնում։ Այսպես անեմ, որ այսպես լինի, այսպես անեմ, որ լավ կլինի, ես ջուրը պետք է խմեմ ուտելուց առաջ, պատկերացնում եք ինչքան մարդ կա աշխարհում, 8 միլիարդ վերցնենք ընդհանուր, եւ ամեն մեկը ունի իր ռիթմը, բայց մենք բնությունից ինչն ենք վերցնում, ուրեմն մեծ մասը էներգիայով հարուստ ուտելիքների մեր ցերեկային ժամերը պետք է լինեն առավոտ ու ցերեկ, ավելի էկոնոմ երեկոյան, այսինքն սա ընդհանուր բազիս ձևն է մեր բնության բնական գրագետ ծնվելու ասես սխեման է։ Օրինակ բնության հետ արթնանալ ու բնության հետ պարկել դա հրաշք է, որը որ մենք չենք կարողանում իրականացնել, մեր իրավիճակի, մեր մթնոլորտի արդեն աշխարհի հարթությունը փոխել է։ Այո։ Եվ դա մենք չենք կարող իսկապես փոխել։ Այո, մենք հիմա ավելի շատ կախվում ենք ինֆորմացիաներից, հետո շրջապատի կարծիքից, ով ինչ կասի, հետո մոդայիկ, տրենդներ, նույնիսկ չեմ ուզում շատ ավելի խորնամ, եթե կարող են մի փոքր խաղալիք, մի քիչ տգեղ, տձև, ոչ մի կենթանուն չնմացող տրենդ սարքեն ու ծախեն քանի $1000, ես ասելու բան չունեմ, մարդկային ֆակտորը մեստեղ է։ Շատ լավ, համամիտ եմ ձեզ հետ, ես էլ եմ դա նկատել իդեպ։ Տիկին Ղալումյան, 16-8 ինտերվալային սննդակարգ, բավականին կրկին տրենդային դարձած մի սննդակարգ, որին շատերը հետևում են հուսալով ոչ թե հենց նիհարելու համար, այլ առողջ օրգանիզմ ունենալու համար։ Ձեզ դիմող պացիենտների մեջ շատ են այսպիսիները եւ խոսեք այս սննդակարգից ինչ կարծիք ունեք այս մասին։ Կան եւ ես շատ եմ ընդունում, ճիշտն ասեմ, այդ ինտերվալայինը գտնում եմ, որ եթե մենք 5-ից հետո արդեն էկոնոմ ռեժիմով 5-ից հետո մեզ պահենք ինտերվալներ պահենք, դուք չեք պատկերացնում ինչ թեթև ենք արթնանալու։ Այնքան թեթև, այսինքն օրգանիզմը կարողանում է հանգիստ աշխատել, հիմնականում աղեստամոքսային տրակտը, մենք երեկոյան չպետք է կազմակերպենք շատ ակտիվ միջոցառումներ։ Ներողություն, բայց խոսքը երեկոյան սնվելու մասին չէ, այ հակառակը ժամը 8-ին 9-ին սնվելուց հետո 16 ժամ չսնվել։ Այսինքն երեկոյան չէ նկատում։ Ես երեկոյան ժամը 5-ից հետո արդեն ժամը գալիս լրանում է առավոտյան նախաճաշին։ Դա 5-ից 5 12 գումարը 18 համարում շատ համեղ ուտել սիրողները, որպեսզի ուշ ժամի ուտեն եւ կոմպենսացնեն։ Իսկ իրենք ուրիշ ձևով են իրենց պահում, էլի ասում են, որ լավ է աստում։ Նրանք երբ որ երեկոյան մի քիչ ուշ են ընտրում ավելի հագեցած, նրանք այդ գիշերվա ժամն էլ առավոտվա նախաճաշի ժամը, այդ դա են ընդգրկում ինտերվալը։ Այդպես էլ են ասում են, որ մեզ լավ են կզգում։ Նո ով բնության հետ է արթնանում նրանը երեկոյան ժամը 5-ից հետո էկոնոմիան կլինի այդ ինտերվալը եւ նրանց հակառակը, բայց ես շատ կողմ եմ։ Երբեմն ես օրինակ եմ բերում իմ բուժառուներին, պացիենտներին, ասում եմ դուք պատկերացնում եք, լավ կերակ, հիմա իրիկունը պիտի քնեք, դուք պարկում եք, իսկ նրան ասում եք դու պիտի աշխատես։ Մի փոքր ինքը մեզնից կնեղանա ու կնդիմախոսի։ Մի բան էլ ասեմ, երբեմն սկսում են շատ չափավորել սպիտակուցի ինչքան աչխաջրերը, ինչքան ճարպերը, ինչքան ես մի բան ունեմ էլի, արդեն տարիներից փորձն է ցույց տվել եւ որպես մարդ եւ որպես բժիշկ, որ ամեն ինչի մեջ չափ դրեք։ Ամենալավ նյութը, ամենալավ ուտելիք, ամենալավ ամեն ինչը, եթե մենք չափը հանեցինք մի փոքր, այսինքն այսենց ես ոնց որ հակվածություն ունենամ, մեզ վնասելու է։ Բայց ամենավատ արարքը, բռնած ամենավատ արարքից, բռնած ամենաթույնից ասեմ ես, նա դեղ է դառնում, եթե չափի մեջ է։ Դրա համար ես սիրում եմ, ամենաշատ ես խորհուրդ եմ տալիս ակտիվ եղեք, ինչքան կարող եք շարժվեք, որովհետև բնությունը մեզ այդ ձև է, այդ
ձևով է ստեղծել, մենք պիտի շարժվենք։ Մեր ոտնաթաթերի վրա իր ստորին մակերեսին մեր ներքին օրգանների ռեցեպտորներն են։ Ուրեմն պատկերացնում եք, եթե մենք եղենք ադինամիկ, չշարժվ ամեն ինչում մեքենայով կգնամ, այս մեկը չէ ոտքով ես հավես չունեմ, ինչքան մենք շարժվենք, ինչքան լույսի տակ լինենք, իսկ Հայաստանում փառքը շատ մեր զոնան այն ձևով է, որ քիչ է պատահում, որ 4 եղանակները լինում են ու կարող են նույնիսկ կլասիկ ընթանալ։ Դա մեր փրկությունն է։ Եսի նկատի ունեմ փակագծում վիտամին D-ի համար։ Մեր լուսավոր օրերը շատ են, արևոտ մենակ մեզ մնում է ակտիվություն։ Ինչքան ակտիվ այնքան բնությունը մեզ կհարգի դրա ու ինչքան կիսասոված լինենք։ Կիսասոված ժամանակ էներգիան ավելի շատ է։ Ու պետք է իմանանք զանգված չլինի, իմաստ լինի այդ ուտելիքի մեջ, դիտավորյալ չուտենք, նպատակադրված չուտենք, միտումնավոր չուտենք։ Այսինքն սոված եմ ուտում եմ սա, բայց չափավոր։ Այո, եւ կրկին անդրադառնանք ջրի մասին, այ դուք քիչ առաջ ձեր խոսքում մատնանշեցիք, շատ են ընթերցում ջուրը այսպես խմեմ, այնպես խմեմ, եւ ինձ մոտ հարց առաջացավ։ Ի վերջո, երբ տարիներ առաջ մեր նախնիները չեն մտածել ջուրը երբ խմեն, խմել են, երբ ծարավել են։ Իսկ հիմա նշվում է, որ ուտելուց հետո պետք չէ խմել, ուտելուց առաջ 20 րոպե, 30 րոպե առաջ, այսպեսի ահա դոգմաների ենք հանդիպում։ Ընդհանրապես ձեր մոտեցումը ջրի Ես ճիշտ ասած չեմ ընդունում։ Ես ճիշտ ասած բնության ձայներին շատ եմ լսում։ Օրինակ կար երիտասարդ պացիենտ էր եկել, ասեց, որ ես ջուր եմ խմում, ես ինչքան աղջիկս, 3:30-ից 4, ասեմ, ոնց դու կարողանում ես օրվա մեջ այդքան խմել։ Դե ասում են, որ ասի մի բան հարցնեմ, վերջին այն 1.5-2 լիտր ինչպես է։ Ասեց մի քիչ դժվարությամբ, բայց խմեմ։ Նույնիսկ դեպքեր են եղել, ես ես ասեմ, որ այդ չափից դուրս ջուր օգտագործելուց սրտային սուր անբավարարություն է սկսել։ Չի կարողացել։ Այդ երիկամային կարող է։ Անբարոյ, այսինքն երիկամները չեն կարողացել դրա տակից դուրս գան, այդ ֆիլտրացիայով ապահովեն։ Նույնիսկ ես ասում եմ երբեմն իմ բուժառուներին խորհուրդ եմ տալիս, մանավանդ այն մարդիկ, որոնք ունեն միզուղիների պրոբլեմ, ունեն երիկամների պրոբլեմ, ասեմ, որպեսզի այդ օրը առանց շլակի երիկամներն աշխատեն, երիկամիզուղիներն աշխատեն, դուք այդ օրը միայն խնձոր։ Խնձորի տարբեր տեսակներ, խնձորի տարբեր սարքված ձևեր, ինչի այդ օրը թող ինքը շատ ծանր չաշխատի ֆիլտրելով ձեր կերածը, որովհետև աղիներից հատուկ համակարգ կա երակային, որ մտնում է լյարդ, մտնում երիկամ եւ այլն։ Տեսեք ինչ նրբություններ կան։ Մենք բնությունից շատ ենք հեռացել։ Այո, իսկապես։ Եվ անդրադառնանք Տիկին Ղալումյան ստամոքսաղիքային տրակտի խնդիրներին, որոնք տարածված են, որոնք մարդիկ հասկանալով հանդերձ անտեսում են, սովորության ուժով խմելով որոշակի դեղորայք, որոշակի դեղամիջոցներով մեղմելով ցավերը եւ անտեսելով ամենակարևորը դիագնոստիկան, ախտորոշումը, որի հետևանքով էլ հենց կարող են հասկանալ իրական խնդիրը, միգուցե արդեն իրենք շատ են հեռացել իրենց իրական խնդրից։ Էնդոսկոպիկ հետազոտություններ, գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա։ Սկսենք կոլոնոսկոպիայից, քանի որ թեման մի քիչ ավելի ոչ արծարծված է, քանի որ շատերը կարծում են, որ դա 55-60 տարիքի մարդկանց պետք է կատարվի։ Այնինչ խնդիրը երիտասարդացել է աղիքային համակարգի եւ այս հետազոտության անհրաժեշտություն ավելի վաղ կա։ Խոսենք այս մասին։ Շատ արդի թեմա դուք շոշափեցիք շատ։ Ես կարող եմ գոհունակությամբ եւ շատ մեծ հպարտությամբ ասեմ, մեծ հեղափոխություն եղավ բժշկության մեջ կապված էնդոսկոպիկ քննությունների հետ։ Այն առումով, առաջ էր կային, ես բան չունեմ ասելու, բայց շատ ավելի մեթոդը կոպիտ էր։ Շատ ավելի մարդու ինքնասիրությանը նույնիսկ կարող էր կպչել։ Խուսափում էին ամաչկոտության եւ այլն, որովհետեւ շատ մի քիչ գրեհիկ ձևով կարող էր նայվել։ Ու շատերը խուսափում էին։ Հիմա մեր ներկա դարում շատ ուրախ եմ, որ էնդոսկոպիկ ծառայությունը այսքան նրբացավ։ Գիտեք ոնց նրբացավ, որ նույնիսկ գնում գալիս են, իրենք չեն զգում, որ անցել են գաստրոսկոպիա, անցել են կոլոնոսկոպիա, ուրախանում եմ այնքանով, որ ոչ իրենք են բժիշկին խանգարում, ոչ բժիշկն է իրենց խանգարում ու դառնում մոնստր։ Մենակ մի մոտից, որտեղ դա բնական ռեակցիա է, պատասխան է բուժառուին դեպի գործիքը։
դա շատ դժվար ու վերընկենում գալիս են շատ լավ իրենց զգալով շատ հաճույքով ասում ես որ իմանայիս ձևով էր ես շուտ այո բոլորը ասես սարսափում են այո առաջ մենակ ենթադրեն կոկորտն էին անեստեզիայի ենթարկում իսկ հիմա 10 րոպեով ընդամենը քննաստում շատ սահուն կատարվում է փառքը շատ ես այնքան գոհ եմ նաև մեր էնդոսկոպիկ ծառայությունից շատ ուրախացա երբ որ մեզ մոտ էնդոսկոպիկ բաժանմունք բացեցին հրաշալի երիտասարդ բժիշկներ են եւ ես շատ ուրախացա որ մենք ունեցանք նաեւ կին պրոկտոլոգ ինչ առումով որ էլի խուսափում էին տղամարդ պրոկտոլոգներից իսկ մեր պրոկտոլոգը ինքը ուսանած բավականին լավ նոր ինովացիոն մեթոդներով իսկ թե ինչպես են աշխատում մեր կոլոնոսկոպիստները բոլորը գոհ են ես նույնիսկ չեմ հիշում մեկը որ ինքը անտրամադիր իջնի կամ ինչ որ մի տեսակ վախեցած այդ մթնոլորտը շատ լավն է երկրորդը ինչքանով է լավ որ նրանք մի շարք գործ են անում առաջ բան ասենց գործիքների մակարդակը շատ բարձր է իրենց հնարավորությունները շատ են գտածոներ են գտնում այսինքն գտածո են դրանք համարվում որոնք կարող են կլինիկա չտան գանգատ չտան բայց պատահական գտնեն եւ կոլոնոսկոպիայով եւ ու այնքան լավ է որ պրոֆիլակտիկան արդեն դրվեց կանխարգելումը որ տարիքից եք դուք ձեր պացիենտներին ցուցում կոլոնոսկոպիայի գնալ մի բան ասեմ չզարմանաք ինչ տարիքում որ ինձ դիմեն աղեստամոքսային տրակտի պրոբլեմով ես պիտի հարց տամ կամ ձեր ժառանգականության մեջ ձեր հարազատների մոտ ինչ հիվանդություններ են եղել գաստրոէնտերոլոգիայի կողմից նույնիսկ եթե առաջվա էնդոսկոպիան կոլոնոսկոպը հասնում է մինչև կույր աղու այն հատվածը որ բարակ աղուն է միանում հիմա նույնիսկ այնտեղ էլ կարող են մտնել այսինքն տարածքը ավելին է գնում որովհետև հիվանդություններ կան մանավանդ երիտասարդ տարիքում աուտոիմուն հիվանդություններ աղիքի բորբոքային դրանք կրոնի հիվանդություններ դա էրոզիվ ոչ սպეციფიկ խոցային կոլիտներն են որոնք երիտասարդ տարիք են սիրում նրա երկրորդ ալիքը ճիշտ է լինում է 50-60-ից անց բայց երիտասարդ տարիքում նրանք քրոնիկ հիվանդություններ են, չէ՞։ Նրանք քրոնիկ են, հա, բայց արդեն աուտոիմուն, այսինքն օրգանիզմի իմուն համակարգը չի ճանաչում իր հյուսվածքին։ Տիկին Ղալմեն, այդ ընթացքում իհարկե առաջացած պոլիպները հեռացվում են եւ սա հրաշալի է, որ դիագնոստիկայի ընթացքում նաեւ խնդիր է վերացվում, այո, շատ մեծ առաջընթաց է։ Կանխվում են նորանոր խնդիրներ, հավանականությունը որքան է, որ այդ ընթացքում վերացված պոլիպները կամ այլ գոյացություններ կկրկնվեն։ Սենց ասեմ, էլի լավ հարցեր, պոլիպները իրենք ընդհանրապես համարվում են բարվորակ, ընդհանրապես եմ ասում, բայց պարզ է բժշկության մեջ 100%-ով ոչինչ չկա, կան տոկոսներ, այ երբ որ բիոպսիան նայած ինչ պատասխան կտա, եթե բիոպսիան տվեց, որ հիպերպլաստիկ պոլիպներ են, այսինքն գերաճ տված, դրանք ավելի անշարժներ են, նույնիսկ հարց են դնում, հեռացնենք թե չէ։ Հեռացնենք թե չէ, բայց երբ որ նա տվեց դիսպլազիա, մետապլազիա, այսինքն վերափոխվեց բջիջը, պարզ է որ հեռացվում է։ Այսինքն ասածս գիտեք որն է, չի դրված հարցը 100% պոլիպը հեռացնելու։ Երբեմն նրանք ռեցիդիվներ են տալիս, կրկնվում են։ Ուզում եմ հիմա այլ անդրադառնանք գաստրոսկոպիային։ Կրկին նախկինում այլ կերպ է եղել եւ հիմա շատերի մոտ դեռևս այդ հին մոդելն է տպավորված, փսխում, սրտխառնոց, սարսափելի վախ եւ այլն, այո, հիմա պատկերը փոխվել է եւ որքան ժամանակը մեկ եք խորհուրդ տալիս այն կատարել թե պրոֆիլակտիկ առումով պետք չէ կատարել։ Եթե ես տեսնում եմ շատ ավելի ռիսկի խումբը, հանգիստ խումբ է, ցածր խումբ է, նո 2 տարի, 3 տարի կարող ենք անցնել, բայց եթե կան իրավիճակներ, որ խոցի, էրոզիաների տեսակներ կամ որոնք տեղավորվում են ավելի ռիսկի խմբի մեջ կամ ռիսկի զոնաների մեջ, արդեն կես տարի կամ մի տարի։ Այո, դա ցուցված է պացիենտի վիճակից։ Այո, կախված է դրանից։ Բայց կարելի է առանց խնդիր ունենալու այրոցի զգացում, ստամոքսում, ծակոցով, առանց այս տարածված ախտանշաններ ունենալու կատարել էնդոսկոպիկ։ Հիմնականում նշանակում։ Իսկ թե հիմա իսկապես ինչքան հաճույքով են գաստրոսկոպիայի գալի, նույնիսկ գալիս են ձեր ասած ձևով։ Այսինքն ես գանգատներ չունեմ,
Բայց գալիս եմ նայում, ես ուզում եմ ավելի գրագետ մոտենամ ինձ, մանավանդ, եթե անամնեզում, то есть իր պատմած դեպքերում կան հարազատների մոտ։ Իսկ հիմա ես մի ուրիշ բան էլ ասեմ, հիմա արտերկրից շատ են գալիս։ Շատ են գալիս, որովհետեւ ձեր կենտրոն շատ են այո դիմում։ Այո, շատ։ Ես ոչ մի բանով հետ չի մնում մեր բժշկությունը արտերկրի բժշկությունը։ Այո, ես շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ինչպես միշտ ձեզ հետ զրուցելը անչափ հետաքրքիր եւ հաճելի էր։ Կցանկանայի ձեր հորդոր ուղեիք մեր հեռուստադիտողներին այ հենց այս հարցի շուրջ, որից խոսում ենք։ Ես հորդորում եմ բոլորին, մեծ կլինի, փոքր եւ այլն, որ էկանոմ ռեժիմով ապրեք։ Ինչքան կարող եք ակտիվ եղեք, ձեր շարժումների մեջ էկոնոմիա չլինի, բայց ուտելիքի մեջ, ձեր պահելաձևի մեջ, աղեստամոքսային տրակտի առումով եղեք ավելի էկոնոմ։ Ու իսկապես ինտերվալայինը պահեք, ինչքան կարող եք կիսասոված վեր կացեք։ Կարող եմ ուտել, չեմ կարողանում։ Դա էլ կարծես հոգու դաստիարակություն է ու մարմնի։ Այսքանը կարող եմ ասել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ Այսքան այսօր հարգելի հեռուստադիտող, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, գտնվում եմ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում եւ կենտրոնի բժիշկ գաստրոենտերոլոգ Նարինե Գալուբյանների զրուցակիցը։ Մենք անչափ կարևորեցինք ճիշտ սննդակարգը այսօր, որպեսզի կանխենք աղեստամոքսային խնդիրները, ինչպես նաեւ խոսեցինք էնդոսկոպիկ հետազոտություններից գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիայի մասին եւ անչափ կարևոր է այս երկու միջամտությունները դիագնոստիկան կատարել ճիշտ ժամանակին, հավատացեք, շատ խնդիրներ կանխվում են հենց պրոֆիլակտիկ ձևով, առանց որևէ լուրջ առողջական խնդիր ունենալու դիմելու ժամանակ, այսինքն դրանք կանխվում են հենց սկզբից եւ ամեն ինչ ավելի արդյունավետ է լինում։ Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար, նմանատիպ խնդիրներով պրոֆիլակտիկ եղանակով ձեր առողջությանը հետևելու կամ խնդիրներ ունենալու դեպքում նույնպես դիագնոստիկ հետազոտություն անցնելու համար կարող եք դիմել Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, որտեղ իհարկե ձեզ կսպասարկեն վերջին նորամուծություններին համապատասխան։ Այսքանը եղեք առողջ, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաև ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։